Ողջույն բոլորին, բարեկալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք բալիհյութ ձմռան համար։ Այս բաղադրատոմսը հնարավոր է, որ շատերին անծանոթ թվա, քանի որ բալը պետք է նախապես թրմենք 12 ժամ, ապա նոր փակենք։ 5 հատ 3 լիտրանոց բալիհյութ փակելու համար մեզ անհրաժեշտ է 8 կգ հասած բալ։ Բալը լավ լվանում ենք եւ այսպես տերևներով ճյուղերով լցնում ենք մեծ կաթսայի մեջ։ Բալի տերևները և ճյուղերը բալիհյութի համել ավելի արտահայտիչ են դարձնում։ Այնպես որ չխուսափեք բալի հետ ավելացնել նաև տերևներ և ճյուղեր։ Եթե ձեռքի տակ ունեք շատ մանր կամ կարկուտը խփած բալ կամ այնպիսի բալ, որով հնարավոր չէ կոմպոտ պատրաստել ձմռան համար, պատրաստեք հյութ այս բաղադրատոմսով։ Այս բաղադրատոմսով պատրաստված բալի հյութի գույնը և համը պարզապես արտակարգ է ստացվում։ Փորձեք պատրաստել մեկ անգամ այս բաղադրատոմսով և մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Որպեսզի հյութի գույնը մուգ ստացվի, ձեռնոց ենք հագնում և այսպես բալը ձեռքով տրորում ենք։ Եթե ամբողջական հատիկներ մնան, հոգ չէ։ Հյութը պատրաստելիս բալը փլավքամիջով, այնուհետև մաղով չենք անցկացնելու, պարզապես մաղելու ենք և եփելու ենք։ Սա շատ հեշտ և արագ բալի հյութի պատրաստման տարբերակ է։ Կարող եք բալը թրմել երեկոյան, այնուհետև առավոտյան փակել։ 8 կգ բալի վրա լցնում եմ 10 լիտր եռման ջուր և փակում եմ կաթսան։ Որպեսզի բալը թրմի 12 ժամ, կաթսան ծածկում ենք հաստ սրբիչով։ Չնայած որ արդեն անցել է ավելի քան 12 ժամ, կաթսան հաճելիորեն տաք է։ Իսկ հիմա տեսեք որքան մուգ և հաճելի գույն ենք ստացել։ Բարեկամներ, մեկնաբանությունների բաժնում խնդրում եմ գրեք, թե արդյոք ձեզ ծանոթ էր բալի հյութի պատրաստման այս տարբերակը։ Այս ամբողջը պարզապես քամում ենք մաղով, ձեռքերով այլևս տրորելու անհրաժեշտություն չկա։ Հյութը քամելուց հետո լվանում ենք կաթսան և քամած հյութը լցնում ենք կաթսայի մեջ։ Կաթսայի տարողությունը ինձ մոտ 15 լիտր է։ Ինչպես տեսնում եք, բալի հյութի պատրաստման շատ հեշտ և արագ տարբերակ է։ Ամբողջը ես արդեն քամեցի, սա էլ բալից մնացորդն է, որ այլևս մեզ հարկավոր չէ։ Կաթսան դնում ենք գազօջախին և թողնում ենք եռա։ Երբ սկսի եռալ, ավելացնում ենք 1,5 կգ շաքարավազ, եփում ենք ևս 15-ից 20 րոպե, այնուհետև հյութը լցնում ենք տարաների մեջ և փակում ենք։ Քանի որ բալը բավականին թթվաշ է, 1 հատ 3 լիտրանոց տարայի համար ես նախատեսում եմ 300 գ շաքարավազ։ Ստացվում է ոչ շատ քաղցր և ոչ էլ շատ թթվաշ։ Շաքարավազը ավելացնելուց հետո հյութի երեսին փրփուր է գոյանում, պարտադիր այն հեռացնում ենք։ Բալի հյութը փակելիս ապակե տարաները և կափարիչները պետք է լինեն ստերիլ։ Ինչպես նշեցի սկզբում, այս բաղադրատոմսով ստացվում է 5 հատ 3 լիտրանոց բալի հյութ։ Ինչքան էլ որ պնդում են, որ տանը պատրաստված հյութերը և կոմպոտները ընդհանրապես վիտամիններ չեն պարունակում, ես նախընտրում եմ, որ իմ երեխաները խմեն իմ պատրաստած հյութերը, քան գազավորված քիմիական ըմպելիքները, իսկ դուք ինչ կարծիք ունեք այդ մասին։ Եռման հյութը լցնում ենք տարաների մեջ և փակում ենք, շրջում ենք տարաները և ծածկում ենք հաստ սրբիչով, թողնում ենք այնքան, մինչև հովանան։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ այսպիսի բալի հյութի պատրաստման հեշտ և արագ բաղադրատոմս, դուք էլ պատրաստեք այս տարբերակով և բոլորիս մաղթենք ուրախ ձմեռ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։